Ձեզ երեխեք նոր ավարտեցի դասերս, սպասում եմ, որ կան հերթապահություն անենք, որ գնանք տուն։ Հա, իդեպ դուք միշտ հարցնում եք, թե որտեղ է գտնվում իմ դպրոցը։ Դպրոցը գտնվում է Շերամի 103/3 հասցեում, ամեկ թաղամասում, դետելասամ։ Հույ, իմիջայլոց ասոր պետքա գնանք քաղաքից դուրս Ծաղկաձոր։ Հետաքրքիր բաներ են լինելու։ Մի վարկյամ։ Ալո։ Վայ, բարև, ոնց ես։ Երբանից ձայնդ չէի լսել։ Ոնց, արդեն դիրքեր եք բարձրանում։ Լավ, ուրեմն ես քեզ գումար կփոխանցեմ։ Վայ, ոնց չես հիշում։ Լավ, ասամ թվերը գրի, բայց թող դարձրա նոր, որ էլի չմոռանաս։ 25, 26 ու 30։ Լավ, դե էլի կզանգեմ։ Հա, կներեք, ինձ էի խոսում։ Իմիջայլոց ես ձեզ կարող եմ մի քանի հեշտ տարբերակ ասել գաղտնաբառ ընտրելու համար։ Դուք կարող եք ընտրել ձեր սիրած քաղաքը, ձեր սիրած գույնը, ձեր սիրած ծաղիկները եւ ուղղակի ձեր սիրած թիվը ավելացնել։ Իմիջայլոց սիրած քաղաքից խոսքը գնաց, ես այնքան եմ երազել Փարիզում լինել ու հնարավոր է այս ամառ Փարիզ գնանք։ Ալո։ Հա, մամ, հերթապահեի դրա համար մի քիչ ուշ դուրս եկա։ Երեխեքի հետ էի մնացել։ Հա, իրանք իմ հետ չեն հիմա։ Իրանք մնացին միջոցառման համար։ Լավ, դե կինո Հայաստան եմ գալիս, դա սպասի։ Լավ։ Բարև, կրկին ձեզ հետ են հաջողակ բլոգերսի բլոգերները։ Ես Տաթյանն եմ, ես Մարիամը, ես Նազանին։ Այսօրվա մեր թեման է կիբերանվտանգություն։ Կիբերանվտանգություն? Կիբերանվտանգությունը կամ համակարգչային հանցավորությունը հանցագործություն է, որը ներառում է համակարգիչներ և համակարգչային ցանցեր։ Համակարգիչը կարող է ներառվել հանցագործության կատարման մեջ կամ լինել որպես թիրախ։ Կիբերանվտանգությունը կարող է սահմանվել այսպես։ Վնասներ, որոնք ուղղված են անձին կամ անձանց, որոնք ենթարկվում են քրեական դրդապատճառի, դիտավորությամբ վնաս հասցնելու զոհի հեղինակությանը, ուղղակի կամ անուղղակի կերպով օգտագործելով ժամանակակից հաղորդակցային ցանցեր։ Բլոգի սկզբում ականատես եղանք մի իրավիճակի, որը կարող է պատահել բոլոր նրանց հետ, ովքեր չեն պահպանի արդի աշխարհի ամենատարածված տիրույթում օգտվելու կանոնները։ Ինտերնետ։ Վերլուծենք կաթողի սխալները։ Ուղիղ եթերում նշում են իր գտնվելու վայրը և քո գնալու հետո։ Ինչը բաց հնարավորություն է ընտրում հանցագործներին հեշտությամբ արաբանգետ տարբերին։ Երբ նրանց զանգահարեց իր զինծառայող եղբայրը, նշեց բանկային հաշիվը, որի համար էր։ Եվ հարցեր էր տալիս, որոնք հանդիսանում են ռազմական գաղտնի։ Ալո։ Վայ, բարև, ոնց ես։ Երբանից ձայնդ չի լսել։ Ոնց, արդեն դիրքեր եք բարձրանում։ Լավ, բանի ես քեզ գումար կփոխանցեմ։ Վայ, ոնց չես հիշում։ Լավ, ասեմ թվերը գրի, այդ թող դասրանը, որ էլի չմոռանաս։ 25, 26 ու 30։ Լավ, դե էլի կզանգեմ։ Ուղիղ եթերում պատմեց իր գաղտնաբառերի մասին, որոնք հեշտ են և շուտ կռահելի։ Գաղտնաբառ ընտրելու համար։ Դուք կարող եք ընտրել ձեր սիրած քաղաքը, ձեր սիրած գույնը, ձեր սիրած ծաղիկները և ուղղակի ձեր սիրած թիվը ավելացնել։ Եղեք ակտիվ սոցիալական կայքերում, բայց միևնույն ժամանակ զգուշավոր, մի նշեք ձեր գտնվելու վայրը։ Ձեզ կարող է գաղտնի նաև հեռախոսով։ Գաղտնաբառեր ընտրեք, որոնք կլինեն դժվար և անտրամաբանական։ Երբեք չկրկնեք